Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Դանիայի թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում։ Վրաստանի կառավարության տվյալով Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ համաժողովի շրջանակում եվրոպական պետությունների ղեկավարները եւ միջազգային կառույցների ղեկավարները կքննարկեն եվրոպական մայրցամաքում անվտանգության եւ կայունության ամրապնդման հարցերը քաղաքական երկխոսության եւ համագործակցության խթանման միջոցով։ Գագաթնաժողովը կբացվի լիագումար նիստով, նախատեսված են նաեւ թեմատիկ քննարկումներ կլոր սեղանի ձևաչափով։ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի տնտեսական անվտանգություն, եվրոպական կախվածությունների նվազեցում թեմայով քննարկմանը, ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն նաև արտգործնախարար Մակա Բոջուրիշվիլին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլյանին։ Հոկտեմբերի 4-ին մենք հնարավորություն ունենք ցույց տալու բոլորին, որ ընտրություններին մասնակցելու մեր այսօրվա պայքարն ազատ ընտրություն կատարելու խաղաղության եւ կայունության մասին է, ասված է վրացական երազանքի պատվավոր նախագահ Բիդինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ։ Նրա խոսքով անցած տարիների նվաճումներն ու ձեռքբերումները պաշտպանելու համար հոկտեմբերի 4-ին վրաց ժողովրդին սպասում է եւս մեկ փորձություն։ Իվանիշվիլին նաեւ նկատել է, որ արտաքին մարտահրավերների տարածաշրջանում ավերիչ պատերազմների ֆոնին Վրաստանի ինքնիշխանության դեմ հարձակումները դառնում են հաճախակի եւ նույնիսկ ավելի ինտենսիվ, ընդ որում դա արվում է արտաքին թշնամիների կողմից։ Անցած ամիս Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի եւ այլ համապատասխան գերատեսչությունների միջև սերտ գործակցության շնորհիվ երկրից արտաքսվել է 107 օտարերկրացի, մասնավորապես Ռուսաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Իրանի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Նախարարությունից նաեւ նշել են, որ այս տարվա առաջին 9 ամիսներին արտաքսվել են ռեկորդային 852 օտարերկրյա քաղաքացի, ինչը զգալիորեն գերազանցում է 2022, 2023 եւ 2024 թվականների արտաքսումների ընդհանուր թիվը միասին վերցրած։ Բացի այդ, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում Վրաստանի օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունները, որոնք ուղղված են անօրինական միգրացիայի դեմ պայքարի մեխանիզմների ամրապնդմանը եւ միգրացիայի վերահսկողության բարելավմանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Անկարան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումը եւ այդպիսով չնպաստի ռուս-ուկրաինական պատերազմի շարունակմանը։ Էրդողանի խոսքով Թուրքիան ընտրել է էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։ Եվ այդ հարցում մենք հաջողել ենք հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները։ Էրդողանը շեշտել է, իր միակ նպատակն է առանց ընդհատումների բավարարել երկրում աճող էներգետիկ պահանջարկը։ Միաժամանակ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ամերիկյան կողմի հետ բնական գազի եւ միջուկային էներգիայի ոլորտներում ստորագրված հուշագիրը ռազմավարական կարևոր քայլ է եւ Անկարան Վաշինգտոնին դիտարկում է որպես կարևոր գործընկեր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Ի թիվս այլ հարցերի քննարկվել են Հարավային Կովկասում զարգացումները։ Անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Թրամփի ուղուն։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության ընդգծվել է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային անխափան երթուղու կարևորությունը։ Նշվում է, որ դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Մեր ցանկությունն է հասնել մշտական խաղաղության, ասված է հաղորդագրության մեջ։ Կատարը, Եգիպտոսը եւ Թուրքիան կոչ են անում Համասին դրական արձագանքել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին դադարեցնելու Գազայի պատերազմը, հաղորդում է Axios-ը հղումանելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։ Այս երեք երկրները բավական սերտ կապեր ունեն Համասի հետ եւ միջնորդում են շարժման եւ Իսրայելի միջև հաղորդագրությունների փոխանցման համար։ Այս երկրներում բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաները վերջին 24 ժամվա ընթացքում 2 անգամ հանդիպել են Համասի առաջնորդների հետ։ Նախորդին Թրամփը հայտարարել էր, որ Համասին տալիս է 3-ից 4 օր իր առաջարկին պատասխանելու համար։ Մեզ անհրաժեշտ է միայն մեկ ստորագրություն եւ նրանք շատ թանկ կվճարեն, եթե չստորագրեն։ Հուսով եմ նրանք կստորագրեն համաձայնագիրն իրենց բարօրության համար, նշել է Թրամփը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն իր չինացի գործընկեր Սի Ցզինփինին ուղղված ուղերձում ընդգծել է Թեհրանի առաջնահերթությունը ամրապնդել Պեկինի հետ համապարփակ ռազմավարական գործընկերությունը։ Իրանի ժողովրդի եւ կառավարության անունից Փեզեշքյանը շնորհավորել է Չինաստանի ղեկավարությանը եւ ժողովրդին Չինաստանի ազգային օրվա կապակցությամբ, այն որակելով որպես միասնության, առաջընթացի եւ համաշխարհային բարգավաճմանը նպաստած ուշագրավ նվաճումների խորհրդանիշ։ Վերջերս Պեկինում նախագահ Սի Ցզինփինի հետ ունեցած հանդիպմանն անդրադառնալով Փեզեշքյանը կրկին ընդգծել է, որ Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերությունն Իսլամական Հանրապետության հիմնական առաջնահերթություններից է։ Նա նաեւ ընդգծել է, որ ներկայիս բարդ միջազգային եւ տարածաշրջանային միջավայրը երկու երկրի միջև համակողմանի հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումն ավելի անհրաժեշտ է դարձնում, քան երբևէ։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր շահերի վրա հիմնված Թեհրանի եւ Պեկինի միջև կապերը կշարունակեն իրենց վերելքը, ծառայելով երկու ազգի բարգավաճմանը եւ բարեկեցությանը։ Իրանի կառավարությունը խստացնում է մասնավոր անօդաչու թռչող սարքերի շահագործման կարգավորումները Իսրայելի կողմից երկրի դեմ հարձակումների համար փոքր անօդաչու թռչող սարքեր օգտագործելուց 3 ամիս անց։ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարության մեջ նշել է, որ գործարկվել է քաղաքացիական անօդաչու սարքերի գրանցման առցանց հարթակ։ Նշված է, որ բոլոր տեսակի քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի սեփականատերերը, այդ թվում գյուղատնտեսության, նկարահանման եւ հետազոտական նպատակներով օգտագործողները, պարտավոր են գրանցել իրենց սարքերը հարթակում եւ ստանալ նույնականացման համարներ։ Առանց նույնականացման համարների ցանկացած անօդաչու թռչող սարքի շահագործումը կլինի անօրինական եւ կհանգեցնի դատական պատժի սեփականատերերի համար։ Իրանում շահագործվող մասնավոր անօդաչու թռչող սարքերի մեծ մասն օգտագործվում է ֆերմերային տնտեսություններում թունաքիմիկատներ ցողելու կամ նկարահանումներ կատարելու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական White Talk-ին եւ Բաքվում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին։ Կողմերն անդրադարձել են Ադրբեջան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ռազմավարական գործընկերության հեռանկարին, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի։ Քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման եւ Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը։ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի եւ Իտալիայի նախագահները։ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Մենք իրապես ռազմավարական գործընկերներ ենք, քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նա հիշեցրել է, որ Բաքուն եւ Հռոմը ռազմավարական գործընկերության երկու փաստաթուղթ են ստորագրել, բազմաթիվ էներգետիկ նախագծեր իրականացրել։ Ադրբեջանը Իտալիա նավթի եւ գազի գլխավոր մատակարարներից է, հավելել է Ալիևը։ Նա տեղեկացրել է, որ այժմ Եվրամիության հետ աշխատում էլեկտրաէներգիայի արտահանման ուղղությամբ։ Վերջերս դրական քայլեր են ձեռնարկվել Եվրամիության եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, ինչը մեզ ուրախացնում է, շեշտել է Ալիևը։ Սերջիո Մատարելան հավելել է, որ զարգացնում են նաեւ արդյունաբերության, մշակույթի, կրթության ոլորտներում գործընկերությունը։ Նաեւ նրա խոսքով Իտալիան ջանքեր կգործադրի Բաքվի ու Եվրամիության գործակցությունն առաջ մղելու համար։ Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Քեյփթաունի միջազգային օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել են Հարավային Աֆրիկայի Հանրապետության խորհրդարանական վերահսկողության հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Թոմաս Ֆրոլիկը, Հարավային Աֆրիկայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հուսեյն Ռահիմլին եւ այլ պաշտոնյաներ։ Այցի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը կմասնակցի մեծ 20-յակի խորհրդարանների խոսնակների 11-րդ գագաթնաժողովին։ Բացի այդ, Սահիբա Գաֆարովան ելույթ կունենա գագաթնաժողովում եւ մի շարք հանդիպումներ կունենա միջոցառմանը մասնակցող խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։